Անցնող օրվա առավել կարևոր ու դիտարժան իրադարձություններն ամփոփում է Մունետիկ լրատվականը։ Բարև ձեզ։ Ընդդիմադիրների պնդմամբ ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակում իշխանություններն ինչպես միշտ բովանդակային առումով առաջընթաց չեն ապահովել, անտեսվել են ոչ միայն նրանց առաջարկություններն ու դիտողությունները, այլև միջազգային կառույցների հետ ունեցած պայմանավորվածությունները։ Մանրամասների մասին խոսում է Ազատության մեր գործընկերը։ Ընդդիմադիրների պնդմամբ կուլիսներում մշակված ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակում իշխանությունները ոչ միայն չեն ներառել իրենց առաջարկները, այլ նաև անտեսել են ԵՀԿ ժմիգի վերջին հանձնարարականները, այդ թվում քվեարկած անձանց ցուցակների մատչելիություն, վարչական ռեսուրսի արգելում, արդյունքների բողոքարկման ընթացակարգի վերանայում։ Ինչպես միշտ բովանդակային առումով իշխանությունները առաջընթաց չապահովեցին, չեմ խոսում նա մասին, որ հետընթաց կա որոշ առումով, եւ միջազգային գործընկերների այս դեպքում ԵՀԿ ժմիգի այդ հանձնարարականները կյանքի չկոչվեցին։ Ընդհանուր առմամբ ներկայացված նախագիծը հետընթաց է բոլոր ուղղություններով, անգամ համեմատած գործող ընտրական օրենսգրքի հետ։ Սահմանադրական հանրաքվեից հետո ԵՀԿ ժմիգի զեկույցը փաստել էր, քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է շատ երկրներում։ Նոր օրենսգիրքը մշակողները մինչդեռ ուժի մեջ են թողել գործող սահմանափակումները, քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, տեսանկարահանումը կամ որևէ եղանակով արտատպումը արգելվում է։ Ընդդիմադիրները պնդում են, հոդվածը պահպանվել է կրկնակի քվեարկությունների ու լցոնման համար։ Ակնհայտ է, որ իշխանությունը 500-ից 700,000 ձայն միանշանակ իրեն հավելագրում է։ Այս ցուցակների հրապարակումը այս հավելագրումներն են կանգնեցնելու։ Ընդ որում այդ 500-ից 700,000 ձայնը հենց այն թիվն է, որը հնարավորություն է տալիս իշխանություններին ստանալ մեծամասնություն, իրենց այոն հասկացնել։ Եվ եթե ընտրություններից հետո հնարավոր լիներ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, բոլոր կեղծիքները կբացահայտվեին։ Այսինքն ամբողջ իշխանության իրենց պահպանման գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում։ Բնականաբար նրանք պետք է դիմադրեն դրանց հրապարակմանը ամբողջ ուժով։ Հանրաքվեից հետո ԵՀԿ ժմիգը որպես առաջնային հանձնարարական նաև ընդգծել էր, ընտրության արդյունքները բողոքարկելու ժամկետները պետք է վերանայվեն, ապահովելով դիմումի քննությունը։ Այս մասով էլ սակայն ընտրական նոր օրենսգրքում գրեթե փոփոխություն չկա։ Արմեն Մարտիրոսյանը փաստում է, ուժի մեջ են մնում այն դրույթները, որոնք հնարավորություն չտվեցին վերահաշվարկի համար բացել ընդդիմության պահանջած քվեատուփերը։ Իշխանությունը բնականաբար չի ցանկանում, որ բողոքարկման իրական մեխանիզմ կյանքի կոչվի, որովհետև բողոքարկում եթե իրական լինի, այսինքն նկատի ունեմ այդ բողոքարկումը արդյունք բերի, իրենք խնդիրների առջև կկանգնեն։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակում է, իշխանություններն անկատար են թողել նաև ԵԱՀԿ ժմիգի մեկ այլ առաջնային հանձնարարական, արգելել քարոզարշավին, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն ու վարչական ռեսուրսի կիրառումը։ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ի նախօրեին ԱՅՈ-ի շտաբի պետ նշանակեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ վերահսկողական ծառայության պետին, աշխատակազմի ղեկավարին ու տարածքային կառավարման նախարարին էլ պետի տեղակալի պաշտոններում։ Նորից գնան օգտագործեն իրենց պաշտոնների ուժը մարդկանց վրա ինչ-որ բան պարտադրելու ուղղությամբ։ Այդ ամեն ինչը նորից կարող են անել, ԵԱԿ-ն դրա մասին շատ հստակ գրել է։ Իհարկե, որ ամեն մի ընտրությունից, քվեարկությունից առաջ ամբողջ համակարգը, կառավարման համակարգը իշխանությունների հրանգով սկսում է աշխատել իշխանությունների դիրքորոշման համար։ Կրթական համակարգ կլինի, առողջապահություն, թե ցանկացած համակարգ։ Իշխող հանրապետականները մինչդեռ տրամագծորեն հակառակն են պնդում։ Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, նախնական տարբերակից դժգոհ չեն։ Եթե ինչ-որ մի բանով միգուցե հետընթաց է, չնայած դա համամիջ եմ, ապա բազում սկզբունքներ կան, բազում հատուկ նշումներ կան, որտեղ մենք տեսնում ենք, որ կա լուրջ առաջընթաց, որ եւ դրա մասին խոսել են նաեւ մեր գործընկերները։ Ազգային ժողովի փոխնախագահը վստահեցնում է, ընդդիմության ու քաղաքասարակության ձայնը դեռ կլսեն։ Քաղաքական իշխանությունների քաղաքական կամք, որպեսզի լսի թե ընդդիմության չափավոր, ասենք իրատեսական առաջարկը եւ թե նաեւ քաղաքացիական հասարակության։
Մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Վանաձորում տեղադրված արձանի մոտ ամեն տարի կազմակերպվում են հուշի ու խոնարհման միջոցառումներ, որին մասնակցում են երկրապահ կամավորականներ, զինվորականներ, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Հերթական տարելիցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է օրհնության կարգ, որից հետո ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արթեն Կիսանդրու առջև։ Իսկ մարզի պատանի երկրապահների երթման հանդիսավոր արարողությունը ամբողջացրել է օրվա խորհուրդը։ Այնտեղ են եղել նաև մեր գործընկերները։ Եվ մի տանելուց մեզ փորձություն, այդ մեկած մեդիչարը, դիքոյ արխայություն և զորություն և թարք հավիտյան ուսաններ։ Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան։ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր դասը կատարեց օրհնության կարգ, աղոթք բարձրացրեց հայրենիքի ամրության, խաղաղության և սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգու հանգստության համար։ Քարոզչական կենտրոնի տնօրեն արժանապատիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը խոսք ուղղեց ներկապատանի երկրապահներին, սպայական և զինվորական կազմին։ Պատերազմում հաղթանակ տանելուց հետո այլևս նրանից ոչ մեկը չի ուզում պատերազմ։ Ինչու, որովհետև պատերազմ մղեցին, որովհետև այլևս պատերազմներ չլինեն։ Պատերազմում հաղթանակ տարան, որպեսզի լռի այլևս պատերազմական հրանոթը, ինչու, որովհետև դուք այսօր պատրաստ եք պատերազմելու։ Մեզնից յուրաքանչյուրը այդ ուխտն է արել իր երկրի հանդեպ, իր հայրերի ժառանգած հող ու ջրի հանդեպ, մեծ ժառանգության հանդեպ, այդ մեծ ուխտն ենք կնքել։ Այդ ուխտին զորություն է տվել մեր ընկերների, մեր ավակ ընկերների հապատարյունը, նրանց ջանքը, եռանդը, իրենց տեսած արհավիրքները, բայց և իրենց քաջությամբ այսօր մեր ձեռքին ունեցող հողակտորը, հայրենիքը, ազատագրված Արցախը, դեռ էլի շատ ու շատ սպասող հողակտորներ, որոնք տենչանքով դեռ սպասում են այն ազատագրման վայրկյանին, երբ այստեղ, այս փոքրիկ հայրենիքում, այս փոքրիկ հողի մեջ, այս սուրբ հողի մեջ ապրող, արարող ու ստեղծող մարդկանց զավակները, որոնք այսօր կոչվում են պատանի երկրապահներ, ուխտ ունեն առաջ գնալու, զորանալու, իրենց հայրենիքում իրենց նպատը ազնվորեն բերելու և սրանով իսկ իրապես դառնալու սարսափը իրենց թշնամիների։ Նրանք, ովքեր երբևիցե իրենց մտքում կփորձեն հանդգնել թշնամի կոչվել մեզ, այդ սարսափը իրենց սրտում պետք է ունենան ողջ կյանքի ընթացքում, որպեսզի չհանդգնեն որևէ մեկը իրենց մտքով անցկացնել անգամ զենքի ուժով խոսել մեզ հետ, որովհետև մենք ապացուցել ենք։ Մեր հայրենիքը պրկվելով, սեղմվելով, իր ողջ ուժերը կերլարեց և իր ամենաթանկը դրեց դրա համար։ Այն ինչ որ ամենաթանկն էր, արյունը, անձը, ազնիվ մարդկանց ներկայությունը դրեց պատերազմի դաշտում։ Դրանով ձևավորվեց երկրապահ կամավորական միությունը, երկրապահների միությունը, նրանք ովքեր այսօր էլ դեռ ազնվորեն պապախում են մեր կողքին իրանց սրտերը, նրանց մտքերը դեռ լեցուն են լի զորավոր մտքերով, իրենց ներկայությունը մեզ անգամ պարտավորեցնում է և հետևաբար այդ ներկայությունն էլ ամեն մեկից կյանք է շնորհել, ամեն մեկից նախ գալով դեր պարտավորություն ունենալով երկրապահ կամավորականների մեջ, իրենց առանձնահատկություններով, իրենց տեսակով, որովհետև մեր նախնիների տեսլական ունենալով, մեր նախնիների տեսլական հայացքն ունենալով, ազատամարտի տենչանքով, ազատ ապրելու, խաղաղ ապրելու, ուրիշների հետ խաղաղությամբ կյանքը վարելու, Աստծո տված այս երկիրը, Աստծո տված մեր բարոր օրերը խաղաղ ապրելու, ստեղծելու և Աստծո տված տնտեսությունը վարելու մեծագույն կյանք են պարգևել մեզ։ Այդ տեսլականով ապրեցին ու ստեղծեցին մեր սպարապետները և Վազգեն սպարապետի ծննդյան այս օրն էլ իրավի ձեր իսկ օրհնության օրն է։ Դու, որ երկար
Իդրական հոգին մեր սորավոր, մենք ասպեցինք կայք շոգարդներ կամավոր, նշամուտեր նետեր դարձան կանսասան, ազատեցինք ակցախ հողս հրմաշան, մենք են նրհակավոր ենք Հայաստան, մենք սորավար ու զինվոր ենք Հայաստան, երկում է մեր հաստատական Ishkam el orbe shalmini dimasi Ntem vatan kabatmero Kakaretera nashameko Komanjen dobi deshtami Kotket universen basan hobi Kekapaka mabona kandero Չնայած Պարապետի ֆիզիկական բացակայությանը, այնուամենայնիվ վանաձորցիները Զորավարի արձանի մոտ միասին շնորհավորեցին նրա ծննդյան օրը։ Ներկային մարզային քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը ներկաներին փոխանցեց Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը։ Մարտի 5-ը վերահսկային
Օրացույցի կարևորագույն օրերից է Վազգեն Սպարապետի ծննդյան օրը։ Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Երասենուն երկրապահ կամավորականների միությանը աշխարհասփյուռ հայ ժողովրդին հերոսներ ծնող մեր հերոս մայրերին։ Հատուկ շնորհավորանքներս մեր ազգի մեծ մայրիկին, Գրետա մայրիկին, ով հայ ազգին սպարապետ պարգևեց։ Թույլ տվեք բոլոր ներկաների անունից բարձրաձայն հնչեցնել Ծնունդդ շնորհավոր սպարապետ։ Օրը հատկանշական էր նաև նրանով, որ մարտի 5-ը նաև երկրապահ կամավորականների օրհնության օրն է։ Սպարապետի արձանի առջև Լոռու մարզի պատանի երկրապահները հանդիսավոր երդվեցին սիրել հայրենիքը եւ հայոց բանակը, լինել արժանի հետնորդներ եւ ապրել հային վայել արժանապատվությամբ։ Պատանի երկրապահ ակումբի շարքերը հանդիսավոր կերպով երդվում եմ։ Անվերապահորեն կատարել ինձ վրա դված պարտականությունները, հրամանատարից կարգադրություններն ու հրամանները։ Ենթարկվել պատանի երկրապահ ակումբի կանոնադրությանը։ Երդվում եմ։ Այսօրը մեզ համար երկու կարևոր խորհուրդ ունի։ Առաջինը դա Սպարապետի ծննդյան օրն է, իսկ երկրորդ կարևոր խորհուրդը դա հենց մեր պատանի երկրապահների օրհնության օրն է, եւ մենք տեսանք, որ պատանի երկրապահները երդվեցին լինել պահպանողը եւ շարունակողը մեծ Սպարապետի գործերի։ Շարժման առաջի օրից կարողացավ կոորդինացնել կամավորական եւ ֆիդայական ջոկատներին, որի բազայի վրա ստեղծեցինք այսօրվա մեր հզոր մարտունակ բանակը։ Եթե ոչ մի բան չունենա արած, դա բավական է, որպեսզի մենք այդ մեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին դա համարվում է մեր լավագույն եւ մեծ ձեռքբերումը։ Եվ այսօր նրա պատգամները շարունակվում է Պաշտպանության նախարարության, Կրթության գիտության նախարարության եւ երկրապահ կամավորների միության անդամների համատեղ ջանքերով մեծ աշխատանքներ տարվում աճող սերնդի ռազմա հայրենասիրական դաստիարակության բարդ գործընթացին։ Վազգեն Սարգսյանը առաջին պաշտպանության կոմիտեի նախագահն, հետագա պաշտպանության նախարար, ավելի ուշ որպես վարչապետ, իհարկե մեր ներդրումն է ունեցել բանակի կայացման գործում, երկրապահ ջոկատները միավորելու, խմբավորելու, տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ջոկատները միավորվեցին մի դրոշի տակ եւ կազմավորվեց պաշտպանության նախարարություն։ Նաեւ համալրվեցին Ռուսաստանի Դաշնությունից եկած այն սպաներով, ովքեր եւ հանդիսացան մեր բանակի հիմքը։ Վազգեն Սարգսյանը, մեր նորօրյա սպարապետը, այն բացառիկ անհատն էր, ով կարողացավ իր մարտական ընկերների հետ միասին թերթել մեր պատմության այս սև էջերը եւ վերջապես մի փառավոր հաղթանակ ապահովել մեր ազգին։ Թե չէ մինչ այդ մեզնից գյուղեր, քաղաքներ, շեներ, նահանգներ էին խլում, մեր երկիրը բզկտվում էր, ոչնչացում, շուն ու գայլերի բաժին էր դառնում։ Եվ առաջին անգամ այդքան երկար ընդմիջումից հետո հայ ազգը բռնցքվելով իլուր աշխարհի եւ հատկապես գուցե եւ հենց առաջին հերթին ինքն իրեն ապացուցեց, որ հայը իր հարազատ հողում խաղաղ կյանքով ապրելու իրավունք այնուամենայնիվ ունի։ Նա մեր այրերից այն մարդն էր, որ ամենակարևորը ստեղծեց բանակ իր ձեռնարկությամբ, իր հզորությամբ ու իր կոչով մեր մարտական ընկերներին միավորելով։ Եթե բանակ հայրենիքը ունի հզոր բանակ, ուրեմն նա կկայանա, կապրի ու կբարգավաճի։ Ընդամենը մի տող մեջ բերեմ։ Գրված էր արտասահմանում բարեկամներ ունեք թե ոչ։ Նա գրել էր շատ ամբողջ հայությունը իմ բարեկամներն ու հարազատներն են։ Հավերժ փառք ու պատիվ իրեն։ Ժամանակն է կերտում անհատների, իսկ անհատները ձև տալիս այդ ժամանակին։ Այդ անհատներից էր Վազգեն Սարգսյանը, զորավար, սպարապետ, անձնավորություն, որ չունենալով զինվորական մասնագիտություն կամավորագրվեց եւ կերտեց մեր նորաստեղծ բանակը։ Խորապես միշտ, ընդմիշտ նա մեր հետ է, պետք է հիշենք, քանի որ այն մերանը, որ ինքը տվեց բանակի կայացման, ոչ մեկը այդ չի արել։ Եվ այսօր կրկին ու կրկին թույլ տվեք շնորհավորենք մեր պատանի երկրապահներին։
վազգենական հետնորդներին։ Այո, բանակը կա, բանակը գոյատևում է եւ հաստատում քայլերով շարժվում է առաջ։ Սպարապետը դարձավ այն միավորող ուժը, ով կարողացավ մեր քայքայված երկիրը բռունցք դարձնել եւ մարդկանց մեջ արթնացրեց հայրենասիրության ոգին։ Փոքրիկ ծրագրով հանդես եկան Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի սաները։ Քաջերեմ մեկ անգամ պարկով դիմացեք, հողը այունով է պահվում իմացեք, քաջերեմ մեկ անգամ պարկով դիմացեք, հողը այունով է պահվում իմացեք։ Դու, որ երկար մարտական, հույս հավատի ոգով, դու, որ ելար հաղթական, հայ բանակի երկով, կամքը քո հայորդի, հաղթանակել գործել ապրել, խոսքը քո հայորդի, մեր մայր հողին պաշտպան Միջոցառման ավարտին ներկաները սպարապետի արձանի ծաղիկներ խոնարհեցին՝ ի նշան երախտիքի, որ այսօր ապրում ենք խաղաղ երկնքի տակ եւ ունենք կայուն բանակ։ Հերմինե Այվազյան, Արմեն Շահբազյան, Լիլիթ Յոլչյան, Լորի հեռուստաընկերություն։ Հիմնադիր խորհրդարանի որդեգրած կարգախոսը 100-ամյակն առանց ռեժիմի կարող է նաև փոփոխվել, Ամեկ Պլյուսի թղթակցին ասել է Ժիրայր Սեֆիլյանը, հատուկ ընդգծելով սակայն, որ իրենք տակավին գտնվում են կարգախոսի և դրա տրամաբանական գործընթացի մեջ։ Հիմնադիր խորհրդարանը 2015 թվականին որդեգրել էր 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը։ Երբ փոփոխություն իրականացնել չհաջողվեց մինչև ապրիլի 24-ը, հայտարարվեց, որ գործողությունները հետաձգվում են մինչև 2016 թվականի ապրիլի 24-ը։ Ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշում է. Եթե ժամկետը անցնի կարգախոսը, իր տրամաբանության ժամկետը, մենք այնպես չէ, որ գաղափարված ամեն ինչ մեր մոտ վերանայվի, ամեն ինչ կարելի է վերանայել, վերաիմաստավորել եւ նոր կարգախոսներով առաջնորդվել, բայց կարծում եմ դակավին մենք գտնվում ենք այդ կարգախոսի տրամաբանության մեջ։ Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը նախորդած իրադարձություններին պարզվում է ուշով հետևել են թուրքական իշխանությունները։ Գաղտնի փաստաթղթերը, որոնք բացահայտել են նույն թերթի խմբագրությունը, առավել քան խոսում են։ Պարզվում է Թուրքիայի հետախուզությունը նույնիսկ հաշվել է Դինքի ընտանիքի ֆինանսական ծախսերը։ Մանրամասները տեսանյութում։
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ուշադրությամբ հետևել է Հրան դինքի սպանության գործի դատավարությանը եւ հատուկ կազմված գաղտնի փաստաթղթում կանոնավոր արձանագրել դատավարության մանրամասները, ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում ազգային փոքրամասնություններին եւ հասարակական կազմակերպություններին նախաձեռնություններին վերաբերող հետախուզական այլ տվյալներ։ 2011 թվականին կազմված փաստաթուղթը վերնագրված է «Էթնիկ այլ անջատական ակտիվություն», իսկ ենթավերնագիրը «Արմենիանիզմ»։ Գաղտնի փաստաթուղթը հայտնվել է Ագոս թերթի տրամադրության տակ եւ թերթը հրապարակել է այն։ Հղում անելով Ագոսի հրապարակմանը, Today ժամանը գրում է, որ գաղտնի փաստաթղթում 2011 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 30 ընկած ժամանակահատվածում փաստավավերագրված է հայերի, հույների, սիրիացի քրիստոնյաների եւ ոչ մահմեդական այլ փոքրամասնությունների ակտիվությունը։ Ըստ Ագոսի հաղորդման, ազգային հետախուզական կազմակերպությունը այդ տվյալները պարունակող փաստաթուղթը ուղարկել է Թուրքիայի ոստիկանության բոլոր բաժանմունքներին, քրեական հետախուզության բոլոր բաժիններին, նրանց գործունեությանը երկրով մեկ նպաստելու օժանդակելու համար։ Գաղտնի փաստաթղթի հրապարակումը նաև բացահայտում է, որ հետախուզությունը կանոնավոր հետևել եւ արձանագրել է քաղաքացիական տարբեր կազմակերպությունների եւ նախաձեռնությունների գործունեությունը։ Թուրքիայի հետախուզությունը նույնիսկ հետևել եւ արձանագրել է, թե Հրան դինքի ընտանիքը ինչպես է ծախսել Եվրադատարանի որոշմամբ ստացած փոխհատուցման գումարները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դինքն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը կայացրել է 2010 թվականի սեպտեմբերի 14-ին, գտնելով, որ Թուրքիան խախտել է մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 2-րդ եւ 10-րդ հոդվածները, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին եւ արտահայտվելու ազատություններին։ Ազգային հետախուզությունը փաստելով, որ Թուրքիան 2011-ի մարտի 8-ին 105,000 եվրո փոխհատուցում է վճարել դինքի ընտանիքին, հետևել եւ արձանագրել է, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Այդ հարցի հետ կապված պարզվել է, որ դինքի ընտանիքը հանգանակություն է կատարել Հրան դինքի անվան կրթաթոշակ հիմնադրամին կրթությանը աջակցելու նպատակով, հանգանակություն է կատարվել նաև կենտրոնական հայկական բարձր դպրոցին աջակցելու համար հայկական մշակույթի եւ հայոց լեզվի ուսուցմանը Թուրքիայում, նվիրատվություն է կատարվել Գեդիկ Փաշայի հայկական բողոքական եկեղեցուն օգնելու համար Թուրքիայում հայ միգրանտների երեխաների ուսուցմանը։ Նշված է Թուրքիայի հետախուզության գաղտնազերծված փաստաթղթում։ Շարունակում ենք թողարկումը, որքան տուգանք պիտի վճարի մարդը, որին ապտակում են։ Ասվածն ամենևին էլ պարադոքս չէ եւ ոչ էլ հումոր։ Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար պարզվում է եւ պետք է ապտակ ուտես եւ կարքին տուգանվես։ Եվ ինչ կարևոր է դու ջահել տղա ես, 68-ամյա թոշակառու, թե ինքնասեր ակտիվիստ։ Վարչական դատարանը երեկ որոշել է անցյալ տարի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ապտակ ստացած 68-ամյա Հակոբ Նազարի Դեխնավին տուգանել 50,000 դրամով։ Դատարան դիմաց ոստիկանությունը պնդել էր, Դեխնավին չէր կատարել իրենց օրինական պահանջը։ Հիմնավորումը, որ ես անցել եմ այդ դեղին գծերի վրա, ես չեմ եղել այդտեղ, երեխաներն են եղել, ես ուղղակի գնացել եմ երեխային, որ հարվածի տակ էր, գնացել եմ, որ այդ երեխային իրա ձեռքից հանեմ։ 68-ամյա Դեխնավին պատմում է, օգոստոսի 21-ին հրապարակում ոտքի Հայաստանի բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկից հետո ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդկեսյանն իրեն ապտակել է, ինչից հետո տարեց տղամարդը խոստովանում է, հայհոյել է ոստիկանին։ Դա ես շատ լավ եմ հասկանում մարզական հարվածը ոնց է լինում եւ մտածված ոնց է լինում, ես այդպիսին հարված եմ ստացել։ Ոստիկանությունն այս միջադեպից 1.5 ամիս անց դիմել է վարչական դատարան, տուգանելու Դեխնավիին։ Մինչդեռ վերջինս պնդում է դատարանից ծանուցումներ չի ստացել, նիստին էլ ներկա չի եղել։ Մարտի 3-ին վճռի հրապարակման օրը պատահաբար է տեղեկացել, որ իր գործով վճիռ է հրապարակվելու։ Օգնական աղջկան ասում եմ, լսի, այդ դատավորին ասա, ես հիմի վերադաս եմ բողոքելու, ոչ թե հարցը գումարն է, հարցը իմ ինքնասիրությունն է եւ ինը անհեթեթ շարադրությունն է, որ կարդացել է։ Զուգահեռ հատուկ քննչական ծառայությունում դեռ սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել տարեց տղամարդուն ապտակելու դեպքի առթիվ։ Ոստիկանի լիազորությունները դադարեցվել էին։ Քննչական մարմնից տեղեկացանք, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Դեխնավին վստահ է, մամուլում բարձրացած աղմուկից հետո ոստիկանությունը պատժել է իրեն դիմելով դատարան, իսկ իրեն ապտակած ոստիկանի գործով առաջընթաց չկա։ Ամբողջ գործերի համար երկու քրեական գործ են հարուցում։
որ միտեղ կարողանան քեզ խեղճացնեն, առանցին նկատի ունենալով այն մյուս հանգամանքը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, չի զարմանում ստեղծված իրավիճակից, երբ ոստիկանի ապտակից տուժած քաղաքացին տուգանվում է, իսկ ոստիկանի գործը դեռ դատարանում չէ։ Ալեքսանյանը հույս չունի, թե ոստիկանը կպատժվի։ Սա Վովա Գասպարյանի բարեփոխումներ առանց սահմանների 3 հայտարարեց հեռուստատեսությամբ շրջանակներում է ծեծել մարդկանց եւ իրենց դեմ գործարուցել, ինչը Գևորգ Սաֆարյանի դեպքում է, ինչը Վարդգես Գասպարյանի եւ ինչը մյուս քաղաքացիների դեպքում է։ Բացի այդ, իրավապաշտպանի համար պարզ չէ, թե սեպտեմբերին քրեական գործարուցելուց հետո նախաքննական մարմինը ինչ է փորձում պարզել այս 7 ամիսների ընթացքում։ Այստեղ աշխատանք չկար անելու, կան ականատես վկաներ, կա տեսանյութը, թե ինչպես է հարվածում ոստիկանը այս մարդուն։ Նույն Գևորգ Սաֆարյանի դեպքում, երբ ակնհայտ էր տեսանյութից, որ ծեծի են ենթարկվել ակտիվիստները, այդ թվում նաև Գևորգ Սաֆարյանը, բայց ոստիկանների նկատմամբ գործը կարճվեցին։ Հիմա եթե դու ակտիվիստ ես, ինչ էլ լինի, քո դեմ են սարքելու, քեզ են պատժելու։ Այստեղ ոչ օրենք, ոչ օրենքի գոյություն, ոչ որևէ քննություն եւ քննության իմիտացիա։ Պահքը ուխտագնացություն է, այլ ոչ թե դիետա, հիշեցնում է հայ առաքելական եկեղեցին։ Վատ արարքներից պետք է հեռու պահենք մեզ, տեղեկացնում է քահանան։ Պահք բառը առաջացել է պահել բառից, այսինքն եթե որևէ մարդ պահքի մեջ է, պետք է իրեն հեռու պահի վատ արարքներից ու վատ սովորություններից, եւս մեկ անգամ հիշեցրեց Արարատյան հայրապետական թեմին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդատար Տեր Կարապետ Քահանա Կարապետյանը։ Դիետա չէ պահքը, պահքը նիհարելու մի վիճակ չէ, այլ պահքը մի տեսակ ավելի ներսի մշակույթ է, հոգևոր մշակույթ է, որ մարդուն նաև ամրացնում է իր կամքը եւ չափավորության մեջ է ուրեմն պահում մեզ։ Վերջում մարզական մեկ լուր Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է փետրվարի 21-ին մեկնարկած շախմատի ընտրական մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։ Լոռու մարզի տարբեր համայնքներից մասնակցած եւ բարձր ցուցանիշներ գրանցած շախմատիստները կմասնակցեն մարտի 12-ին Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության առաջնությանը։ Հաղթողներին շնորհվել են մեդալներ, պատվոգրեր եւ մրցանակներ սահմանված Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից։ Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ շախմատի ամենամյա ընտրական մրցաշարի փակումն ու պատվոգրերի եւ մրցանակների հանձնման արարողությունը։ Ֆիդեի վարպետ մարզիչ Աշակ Ռամազյանը շնորհավորեց ինչպես մրցանակակիրներին, այնպես էլ կանանց եւ աղջիկների գալիք տոնը։ Կանանց եւ աղջիկներին մահվատոնի կապակցությամբ ձեզ հականալ միշտ երջանկություն, միշտ գեղեցիկ լինեք, ընտանիքներից անպակաս լինեք։ Մինչև բանը սկսելը բոլորի շնորհավորում ենք ձեզ ամենայն բարիք։ Մրցաշարը մեկնարկեց փետրվարի 21-ին, որին մասնակցեցին Լոռու մարզի բոլոր համայնքների տարբեր տարիքային խմբերի շախմատիստ, շախմատիստուհիներ։ Համառ ու անզիջում պայքարի արդյունքում Լոռու մարզի պատվավոր առաջին տեղ են զբաղեցրել Վանաձորից եւ Ստեփանավանից 4 տարիքային խմբեր են ներկայացնող 5 մարզիկներ։ Պայքար էր ընթանում նաեւ հանրապետական մրցաշարի ուղեգրերի համար։ Տպավորությունները շատ մեծ էին, պայքարը շատ թեժ էր, սակայն ես պայքարելով կարողացա գրավել առաջին տեղը։ Մրցաշարը բավականին դժվար պայքարում անցավ եւ դրա համար հաղթելու համար ինձ անհրաժեշտ էր համադրել իմ բավականին մեծ փորձը եւ շախմատային իմ բոլոր գիտելիքները։ Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ գրավել առաջին տեղը։ Կային շատ ուժեղ մասնակիցներ, բայց ես կարողացա համառ պայքարի արդյունքում գրավել առաջին տեղը։ Հանրապետական եզրափակչին մասնակցության իրավունք ստացած շախմատիստուհիների ցանկը կհստակեցնի Լոռու մարզի շախմատի ֆեդերացիան։ Մարզիկներից միայն Հասմիկ Քոչինյանը, որը նախորդ տարի շախմատի Եվրոպայի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը, բացառիկ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Ուրախալին այն է, որ այս մեր մրցաշարում ընդգրկված մասնակիցների մեջ տոն տվեցին նաև այլ քաղաքի ներկայացուցիչներ։ Ես կուզեի ընդգծել Ալավերդին ներկայացնող երկու շախմատիստուհիների, մասնավորապես Աշխեն Սոսյանին եւ Անուշ Իսոյանին, որոնք համապատասխանաբար գրավեցին 7-րդ եւ 8-րդ հորիզոնականներ։ Եզրափակիչ առաջնությունը տեղի կունենա մարտի 12-ին Երևանում։ Տաթև Եղիազարյան, Կամոծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Մարտի 7-ի համար առանձնացրել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մնացեք խաղաղությամբ։